Յանիմինքին խիբդի քաղաքապետելներ, որ մենք ստես քաղաք ենք տվել իրան։ Դրանից քաղաքի վիճակը Էջմիածնում թեթևացած շունչ են քաշում։ Հինգշաբթի երեկոյան բնակիչների ականջն է ընկել լուրը։ ԿՊԱ-ական քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացնում։ Վաղ ավելի լավ էր, քան հիմա։ Այն վաղ այսքան ջահել տղա էր մեռնում այս քաղաքում։ Էս ինչ ակատա, հիմա է կրիմինալը, բեսպրիձելությունը հիմա է։ Ոչ թե վախենալով խոսանք, ոնց կարամ համեմատեմ իրան Գրիգորյան Կարենի հետ այն վաղվա քաղաքապետ։ Մարդը իջնում էր ավտոկայանից ոտով գալիս էր, քաղաքացիների հետ խոսալով գալիս էր, հարցերին լուծում էր տվասվում, արդեն ամոթի է գնում, 7 տարի քաղաքապետ է, մի օր տեսել ենք, հարց ունենք, մի հատ դուրս գա քաղաքը։ Քաղաքապետ Դիանա Գասպարյանը իրեն հարցեր ունեցող լրագրողներին էլ չընդունեց այսօր։ Թեև աշխատակիցները վստահեցրին, Գասպարյանը շենքում է, առավոտյան աշխատանքի է եկել, դահլիճում հանդիպել բոլորի հետ, լուսանկարվել, հրաժեշտ տվել։ Պատկերացրեք, որ բոլորս հուզվեցինք, բնական մարդու բնական ռեակցիա, արձագանքը, առավոտյան այո, մենք դահլիճում հրաժեշտ տվեցինք։ Ինքը այդպես գտավ իր անձնականը, իր խնդիրները։ Այսօր գիտեք, մարդինքը չի որոշում, այսօր հանգամանքներն են պարտադրում։ Պարտադրել են Դիանա Գասպարյանին թողնել պաշտոնը, վստահ են քաղաքապետարանում, բայց ինչու են պարտադրել։ Տիկին Գասպարյանը այդ կապակցությամբ գրառում է արել ու դրանից ավել մեկնաբանություն չեմ կարող տալ։ Եվս մեկ անգամ Ըստ Facebook-յան գրառման Գասպարյանը մանդատը վայր է դնում, քանի որ որոշել է իրեն նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայի դաստիարակությանը, ընտանիքի ընդլայնմանը։ Էջմիածնում այլ ահասարսուր շշուկներ են պտտվում։ Վերջին ամիսներին կրիմինալ պատմությունների կենտրոնում է հայտնվել Էջմիածնի քաղաքապետուհին։ Լրիվ ձևակերպում են քաղաքապետուհու վրա։ Մարտի 22-ին Գասպարյանի Սկեսրայրին պատկանող գազալցակայանում սպանություն էր տեղի ունեցել։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական հետապնդում է հարուցվել, մեկ մարդ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Ներքին գործերի նախարարության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին կասկածյալի ինքնությունը։ Նա Ճապ մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանն է։ Հետքի աղբյուրների տեղեկությամբ սպանված Արթուր Պարոնյանը մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու Վաղարշապատի ավականու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել։ Այս եւ Էջմիածնում անվերջ թվացող սպանությունների դեպքերն են Գասպարյանի պարտադրված հեռանալու պատճառը։ Քաղաքացիները ենթադրություններ են անում։ Գիտեմ, որ ինչ-որ վեճ ա եղել, խփել են մեկին։ Ճապ մականունը լսել եմ, բայց ընկերն է, ով է, քաղաքապետի ամուսինը, ով է, ես չեմ ճանաչում։ Այսքանից հետո Էջմիածնում աղոթում են, որ հաջորդը նախորդից վատը չլինի։ Որտեվ ամբողջ քաղաքը խոսում է, մենք էլ իրան չենք ընտրի։ Փոխարինողը ես եմ լինելու հավանաբար։ Գասպարյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կլինի նրա առաջին տեղակալը։ Բայց նա դեռ չի շտապում։ Ըստ ՏԻՄ օրենքի, երրորդյա ժամկետում քաղաքապետը կարող է հետ կանչել հրաժարականի դիմումը։ Դիմումը դեռևս չգիտեմ գրել է թե չէ տիկին Գասպարյանը, բայց ամեն դեպքում դիմումը գրելու պարագայում էլ երրորդյա ժամկետ ունի։ Ընթացակարգի համաձայն լինելու են ավականու արտահերթ ընտրություններ ու ավականին է ընտրելու նոր քաղաքապետ։ Ինքն իրեն տեսնում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում։ Թույլ տվեք չմեկնաբանել։ Դե ամեն դեպքում այս պահին առնվազն պատրաստ չեմ մեկնաբանեմ այդ ամենը։ Պետրոսյանը դեռ սովորում է, քաղաքացիական պաշտպանության մասնագետ է դառնալու, երբ ավարտի ճգնաժամային կառավարման ազգային ակադեմիան։ Սովորում եմ այնտեղ ու հենց այդ բաժնում եւ շուտով կավարտեմ։ Որ կուրսում եք։ 5-րդ։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։